Միացյալ Նահանգների քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը, ամերիկացիները պետք է մտածեն Իրանից ցամաքային ճանապարհով դեպի Հայաստան կամ Թուրքիա գնալու մասին, հայտնել է Իրանում Միացյալ Նահանգների դեսպանատան մամուլի ծառայությունը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Օման Միացյալ Նահանգների հետ միջուկային բանակցությունների համար։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեկ երեկոյան անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել, հանդիպման հիմնական թեման այսօր սպասվող Միացյալ Նահանգներ-Իրան միջուկային բանակցություններն են եղել։ Մենք չենք ուզում նոր պատերազմ տարածաշրջանում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը, հայտնելով, որ հեռախոսազրույցներ է ունեցել Դոնալդ Թրամփի եւ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Մենք հույս ունենք, որ խնդիրները կլուծվեն երկխոսության միջոցով եւ որ մեր տարածաշրջանում նոր հակամարտություն չի բռնկվի։ Մենք կձգտենք ամրապնդել բանակցությունների հիմքը թե դիվանագիտության միջոցով, թե այլ մակարդակներում, ասել է Էրդողանը։ Իրանում ստեղծված իրավիճակին են անդրադարձել Չինաստանի եւ Միացյալ Նահանգների ղեկավարները։ Դոնալդ Թրամփը Սի Ցզինփինի հետ հեռախոսազրույցը բնորոշել է գերազանց։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաեւ այլ հարցեր, առևտրից մինչև հակամարտություններ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ է հղել Ռեջեփ Թայիպ Էրդողանին 3 տարի առաջ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։ Ցավակցությունից զատ Ալիևը նշել է. «Վստահ եմ, որ մեկ ազգ երկու պետություն փիլիսոփայության վրա հիմնված ադրբեջանա-թուրքական ամուր միասնությունն ու ռազմավարական դաշինքը կշարունակեն նպաստել մեր ժողովուրդների բարգավաճմանը եւ կծառայեն տարածաշրջանային կայունության, անվտանգության եւ կայուն զարգացման ապահովմանը»։ Մոսկվան հերքել է պնդումները, թե Ջեֆրի Էփշտեյնը ռուսական գործակալ է եղել։ Կրեմլը հայտարարել է, որ չի ցանկանում ժամանակ վատնել, պատասխանելով արևմտյան լրատվամիջոցներում տարածված անհիմն ենթադրություններին։ Պիրենեյան թերակղզում մոլեգնած Լեոնարդո փոթորկի հետևանքով Իսպանիայում եւ Պորտուգալիայում տարհանվել են հազարավոր մարդիկ, փակվել են դպրոցներ, չեղարկվել է գնացքների երթևեկությունը։ Փոթորկի հետևանքով Պորտուգալիայում մահացել է 60-ամյա տղամարդ։ Թրամփը մտադիր է Վաշինգտոնում կառուցել հաղթական կամար 76 մետր բարձրությամբ։ Այն մի փոքր ավելի բարձր կլինի, քան Փարիզում գտնվողն, ասել է նա։ Ես իսկապես կարծում եմ, որ դրախտ կընկնեմ, հայտարարել է Թրամփը։ Ես կատարյալ թեկնածու չեմ, բայց շատ բարիք եմ գործել կատարյալ մարդկանց համար, ասել է նա։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։